թե ինչպես գառիմիսը թոնիրը կախեցինք առանց հատուկ հարբարանքների։ Սկսենք սկզբից։ Որոշել ենք ընկերներով լավ ժամանակ անցկացնել ու որոշեցինք գառիմիսը թոնիրը կախել։ Վերցրեցինք գառիմիսը, ասես մեծ-մեծ կտորներով կտրատեցինք ու առատ աղարեցինք։ Երբ մեր թոնիրն արդեն վառված է, աճառով փլավը գրեթե պատրաստ, պարզ դարձավ, որ մենք չունենք այն հարբարանքը, որով որ պետք է գառիմիսը թոնիրը կախենք։ Դե մենք էլ հնարավոր հայ ազգ ենք, ստեղծեցինք ձեռնտակ պարագաներով աճառով փլավը գառի դմակով ու կարագով թոնիրը կախեցինք, վրայից էլ կախեցինք գառի խոշոր կտորները։ Թոնիրը ծածկում ենք թաց շորերով ու սպասում ենք, մինչև մեր գառիմիսը պատրաստ կլինի։ Հələ մի հատ նայեք, այս համոզությունը ափսոս ճիշտ իրական գույնը չեմ կարող ձեզ ներկայացնել։ Երբ մեր գառիմիսը արդեն պատրաստ է, կարող ենք նստել ու վայելել։ Դե իհարկե ձեռքով կտրտելով դնում ենք սեղան ու հայավարի, տնավարի անցնում գործի։ Այս իմ ամենասիրելի պահն է, հələ գրեք տեսնեմ սիրում եք գառիմիսը թոնրում թե չէ, իսկ դուք գրեք ինչպես եք ինքներդ պատրաստում եւ իհարկե չենք մոռանում բաժանորդագրվել իմ YouTube-յան եւ TikTok-յան էջերին։ Իսկ եթե հավանեցիք հոլովակը, թողեք մեկնաբանություն։